Պատկերացնենք, երեխեն այստեղից է դուրս եկել այս դիքը հելել է, բարձրացել, եկել է այս հատվածով, գետը, հա, կընկներ այստեղ, կընկներ այստեղ կմնար, եկա տարածությունը, հաստատ ընկնելուց հետո էլ կլացեր ու չեր գնա ընկներ ջուրը։ Պատկերացրա այսքան տեղ երեխեն գա, Ռոջե եկել անգել այս որ ասում ջուր առու է։ Այս առուն էլ եթե անգամ այս առուն էլ ընկած լինի նայ։ Հա ռոջե կգար, կգար այստեղ այս քարերի վրա կընկներ երեխեն, ստե չէր կարող անցներ։ Ու ջուրը, հա, ու ջուրը տեղացիք ասում են այդ օրը sense բարձր չի եղել։ Այս քարերի վրա կընկներ երեխեն, հաստատ չէր կարող գնար այն հատված անցներ։ Կամ ենթադրենք եկել է այս հատվածից ուզեցել է իջնի ջուրը, ահա, всё, ստեից իջել է յանի երեխեն ջուրը, ստեից կընկներ ու հաստատ ջուր չէր հասնի, խնդրեմ, մի անգամից կտրուկ չի իջնում, երեխեն այս բարձունքից հաստատ ընկնող էր գետնը, ու կմնար։ Tez dönem böyle tez sarı böyle var. Ama çadırda insan çıkıyor. Սևակ Սովոմոնյանը հայտնում է. ընկերները հա գետ իջնու խատվածները, երեխայի ընկնելը ուղղակի հնարավոր չէր։ Տեսանք դիմացի սարում 3 մեծ արծիվներ, մեզ միացել էին նաև այլ կամավորներ։ Զննեցինք դրոնով գագաթները։ Սարում կասկածելի հատվածները մոտոներով ստուգեցին։ Համագործակցել ենք փրկարարների հետ, սուզորդները ջրային կամերաներով էին ստուգում։ Առաջին օրվանից ամբողջ գյուղը ոտքի է ելել, ստուգել են տներ։ Դրսի զուգարաններ, աղբամաններ, անգամ կողքի գյուղացիք են միացել որոնումներին։ Աղոթենք, որ երեխան ողջ գտնվի։ Բարեկամներ, հավելենք նաև, որ 20 մեքենա է ստուգվել, մարդիկ են արձաքննվել։ Մանրամասները 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներից։ Նշենք, որ անհետ կորած 2 տարեկան երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են վաղ առավոտից կիրառվում են անօդաչու թռչող սարքեր։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 263 փրկարարներ, այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 210 ծառայողներ, մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ, ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Բարեկամներ, այժմ այլ ներքաղաքական թեմայով։ Փաշինյանը պատրաստվում է խոշոր զոհաբերության։ Ինչ է սպասվում։ Բացառիկ մանրամասները։ ՌԵՄ հայտնում է. ակտիվ նախաքննության փուլում ենք գտնվում եւ առաջիկայում նաեւ քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում շատ կարճ ժամանակահատված հետո։ Խորհրդարանում այսօր հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, խոսելով Անիֆի գործի մասին։ Ուշագրավ է ոչ միայն ինքնին հայտարարությունը, այլ նաեւ այն, որ Անիֆի վերաբերյալ հարցը տվողը եղել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ինտրիգն այստեղ իհարկե այն է, որ Անիֆ հիմնադրամը ղեկավարել է ներկայումս քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը այն ժամանակ փոխվարչապետ էր։ Հիմնադրամը, որն ամբողջական անվանումով կոչվում է Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ, ստեղծվեց 2018 թվականի իշխանության փոփոխությունից հետո խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, ներդրումներ ներգրավելու համար։ Սակայն հիմնադրամի գործունեությունն ավելի շատ հայտնի դարձավ ֆինանսական ներդրումային սկանդալներով, քան հաջողություններով։ Ավելին, մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ հիմնադրամի գործունեությունը ունեցել է մեղմ ասած կոռուպցիոն բավականին շատ ռիսկեր։ Այդ հրապարակումներում հաճախ է շոշափվում քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունը, որը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց առաջ թողեց Անիֆի ղեկավարի կարգավիճակը։ Եվ ահա,
ԱԺ նախագահը հարց է տալիս դատախազին, որն էլ արձագանքում է, որ մոտ ժամանակահատվածում կարող են լինել քրեական գործեր։ Դրանք կառնչվեն Տիգրան Ավինյանին, թե հակառակը կլինեն նրան այսպես ասած մաքրող գործեր։ Ցույց կտա իհարկե ժամանակը, բայց ավելի հավանական է այն, որ Անիֆի վերաբերյալ քրեական գործը կարող է դառնալ նախընտրական քարոզչական բաղադրիչ, որպես կոռուպցիայի դեմ պայքարի իշխանության հաստատակամության վկայություն։ Նախորդին խորհրդարանում վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ ոչ ոք Հայաստանում ավելի շահագրգռված չէ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, քան ինքը։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ միայն նախկինների կոռուպցիան այլևս չի կարող լինել նախընտրական բավարար քարոզչական ռեսուրս։ Առավել ևս, որ մեդիայում հայտնվել են ներկայիս իշխանության հետ կապված բազմաթիվ կոռուպցիոն սկանդալային հանգամանքներ պարունակող հրապարակումներ։ Ըստ այդմ, Փաշինյանը անհրաժեշտություն է տեսնում արձագանքել այդ հանգամանքին, իսկ դա նշանակում է, որ պետք է լինեն զոհաբերություններ։ Ընդ որում, որքան ներկայումս ցածր է իշխանության վարկանիշը, այնքան բարձր պետք է լինի զոհաբերությունների մակարդակը։ Ակնառու է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այդ առումով գտնվում է թիրախում։ Հնարավոր է հենց նա է եղել ներիշխանական այն թույլ օղակը, որը պետք է վճարի իշխանության ցածր վարկանիշի համար։ Իհարկե բոլորովին բացառված չէ, որ ընտրությանը ցանկալի արդյունք ապահովելուց հետո գործն այլևս դուրս գա ասպարեզից։ Հայաստանը հիշում է մեծ հաղթանակի 80-ամյակը։ Քաղաքագետ Աղվան Պողոսյանը գրում է. 2025 թվականի մայիսի 9-ին լրանում է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը։ Մի իրադարձություն, որն ընդմիշտ փոխեց համաշխարհային պատմության ընթացքը։ Այսօրը ոչ միայն տոն է, այլև հիշեցում Խորհրդային Միության ժողովուրդների հերոսության, արիության եւ հսկայական զոհաբերության մասին, որոնց մեջ արժանի տեղ է գրավում հայ ժողովուրդը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է Մոսկվայում հաղթանակի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու մասին։ Այս որոշումն ընդգծում է հայկական պետության շարունակական նվիրվածությունը պատմական հիշողության պահպանման եւ նախնիների սխրանքի նկատմամբ հարգանքի գործին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավելի քան 600,000 հայեր կռվել են ռազմաճակատներում, հետևակում, ավիացիայում, հրետանիում, նավատորմում։ Նրանք ոչ միայն շարքային մարտիկներ էին, այլև սպաներ, գեներալներ, դիվիզիաների եւ բանակների հրամանատարներ։ Նրանցից յուրաքանչյուր երկրորդը չի վերադարձել ռազմի դաշտից։ Սա վկայում է այն մասին, թե ինչ գին է վճարել հայ ժողովուրդը Եվրոպայի խաղաղ երկնքի եւ մարդկությանը նացիզմից ազատելու համար։ Ականավոր հերոսության համար 93 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, ռազմական բարձրագույն պարգևի։ Նրանց անունները գրված են պատմության ոսկե էջերում, եւ նրանց հիշատակը վառ է ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության բոլոր անկյուններում։ Այսօր հատկապես կարևոր է թույլ չտալ խեղաթյուրել կամ մոռանալ ճշմարտությունն այդ պատերազմի մասին։ Այն պայմաններում, երբ որոշ երկրներ գիտակցաբար վերաշարադրում են պատմությունը, նսեմացնելով ԽՍՀՄ ներդրումը նացիզմի պարտության մեջ։ Կարևոր է հիշեցնել, հենց Խորհրդային Միության ժողովուրդներն են կրել պատերազմի հիմնական ծանրությունը, հենց նրանք են կանգնեցրել ֆաշիստական մեքենան։ Սեփական անցյալն արդարացնելու փորձերը, մասնակցությունը Մյունխենի դավադրությանը, դաշնակիցների դավաճանությունը, համագործակցությունը եւ պատերազմական հանցագործությունները հանգեցնում են սովետական զինվորների հուշարձանների ոչնչացմանը։